Բարև սիրելիներս, ով որ անցած տեսանյութը տեսել է, այնտեղ արդեն ասել էի ու պատրաստվել էինք միասին, որ ամուսնուս հետ տեղ պետք է գնանք երեկոյան, ժամը 7:30 է, համերգ ենք գնում, որտեղ կհնչեն դաշնամուրի և ջութակի կենդանի կատարումներ ու ամենակարևորը գիտեք որն է, որ նվագողները հայեր են, քանի որ մենք մայրաքաղաքում չենք ապրում Ավստրիայի ու այստեղ հայերը շատ քիչ են, քան մայրաքաղաքում, շատ հաճելի է գնալ համերգի, որտեղ միայն հայեր են ելույթ ունենալու ու ավստրիացիները կիմանան հայերի մասին ու Հայաստանի մասին, որովհետև մի քանի դեպք է եղել, որ չեն իմացել, թե Հայաստանը որտեղ է, երբ որ ես ասում էի, որ Հայաստանից եմ, արդեն մենք դահլիճում ենք, դահլիճը լիքն էր մարդկանցով, անսահման հպարտություն եմ զգում, որ իմ ազգի երաժիշտները ուրիշ երկրում լցնում են դահլիճները և իրենց կատարումներով տպավորում են բոլորին, ցավոք YouTube-ն ունի սահմանափակումներ ու ամբողջը չեմ կարող ձեզ ցույց տալ, բայց մի որոշ կադրներ ցույց կտամ, հուսանք այս տեսանյութը չի արգելափակի, ես համերգի ժամանակ իմացա, Չարլի Չապլինը բացի ռեժիսոր ու դերասան լինելուց, նաև կոմպոզիտոր է եղել, դուք գիտեիք, ովքեր գիտեն, գրեք մեկնաբանություններում, Կոմիտասից կատարումներ ունեցան, մենք մեծ ուրախությամբ լցված գնում ենք տուն, բայց այսօր մենակ առավոտյան էի հաց կերել, դրա համար ճանապարհին կմտնենք Մակդոնալդս, մեքենայով կվերցնենք մեր պատվերը ու կշարունակենք տուն գնանք մեր ճուտիկին հասնենք, այսօրն ավարտվեց անչափ գեղեցիկ ու հիասքանչ, շատ հարմար է մեկ դրայվը, մեքենայից առանց դուրս գալու պատվիրում ես ու վերցնում ես քեզ հետ ու ճանապարհին կամ կարող ես կանգնել ու մեքենայիդ մեջ ուտել, Մակդոնալդսից վերցրեցինք բուրգեր մի քանի հատ, մեծ ֆրի և ես կակաո վանիլ կարկանդակը, նորություն էր, բայց անկեղծ այդքան էլ համով չէր, իմ համար քաղցրությունը քիչ էր, արդեն մեր հյութերը տվեցին, հիմա էլ կսպասենք, որ պատվերը լինի, առաջ որ ստանում էինք, չէինք նայում պատվերը, բայց մի քանի անգամ պատվիրածից որոշ բաներ մոռացել էին դնեին, սա արդեն ուրբաթ օրվա կադրներից է, առավոտյան արթնացա և չգիտես ինչի որոշեցի խնկալի պատրաստեմ, պիլմենի պատրաստել էի, բայց խնկալի երբեք չեմ պատրաստել ու պատրաստելու ընթացքում մտածում եմ, բայց խնկալի, գոնե պիլմենի ուզեիր, խնկալին ավելի դժվար է պատրաստել այդ ֆորմեն, սոխն ու կանաչին մի քիչ բլենդերով խփեմ, որ շատ ինքը մեծ չլինի, չեմ սիրում, որ շատ արտահայտիչ է լինում կանաչին ու սոխը սիրում եմ, բայց խնկալի մեջ չէ, ինձ մոտ 800 գրամ ֆարշ է ու 800 գրամ ֆարշից ու 1 կիլոգրամ խմորից ինձ դուրս եկավ մոտ 30 հատ խնկալի ու նորմալ չափ էի արել, խմորս առավոտյան էի արել, բայց շարունակում եմ երեկոյան, ինքը այսքան ժամանակ սառնարանն է եղել, դրա համար անգամ տայմեր էի դրել, որ 5 րոպե հումցեմ, 5 րոպե խմորը հումցել եմ ձեռքով, որ խնկալիները շատ լավ ստացվեն, բայց հույս չունեի, որ գեղեցիկ ինձ մոտ կստացվի, աջ կողմին էին առաջին սարքածներ, իսկ սա արդեն երկրորդը, ինձ սիրուն ա եղել, գնալով ձեռքս ավելի է բացվում, ինձ հետաքրքրեց մի խնկալին քանի րոպեում եմ հավաքում ու 2 րոպեում բացելը, լցնելը, հավաքելը, ջրվա ժամը 10-ն է, ես վերջացրեցի, բայց դա ինձ չի խանգարի, որ ես իմ պատրաստած խնկալին փորձեմ, որ տեսնեմ համով է ինձ մոտ ստացվել, թե ոչ, առաջին երկուսը հենց վրայից էի, վերևից էի բռնել ու ինքը լոճվեց, իսկ սա արդեն տակից զգուշությամբ, որ իր տեսքը չկորցնի, որոնք որ ձգվել էին, իրանք իհարկե բացվեցին, որտեղ խմորը այդտեղ շատ բարակ էր, բայց շատ համեղ էր ստացվել, խանութի տեսք չունի, բայց էլի շատ գեղեցիկ է ինձ թվում է ստացվել, ես խնկալի պիլմենի շատ եմ սիրում, ամուսինս է խնկալի սիրում, դուք սիրում եք, դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, սիրում եմ բոլորից, տեսություն։